Այսօր ես համեմատելու եմ երկու եվրոպական խոշոր երկրները՝ Գերմանիան եւ Ֆրանսիան։ Միասին կպարզենք, թե որտեղ դուք կստանաք ամենաբարձր աշխատավարձ, որտեղ են ավելի ցածր հարկերը կամ մթերքի գները, որտեղ է ավելի էժան բարձրագույն կրթություն ստանալը եւ ուր տեղափոխվել, եթե դուք քեֆչի անձնավորություն եք՝ Ֆրանսիա թե Գերմանիա։ Իսկ ձեզ հետ ձեր ֆրաու Լալայանն է, ով ապրելով Գերմանիայում, նույնպես սիրում է Ֆրանսիան եւ բացի այդ այսօր կխոսեի, թե որ երկիրն է ավելի հարմար հայերի համար եւ այսպես գնացինք։ Թե Ֆրանսիան, թե Գերմանիան զարգացած տնտեսություններ ունեն, բարձր սոցիալական պաշտպանություն եւ համաշխարհային ազդեցություն, սակայն մարդկանց առօրյան աշխատավարձերը, հարկային համակարգը եւ կյանքի մշակույթը բավականին տարբեր են։ Աշխատավարձերից սկսենք։ Նվազագույն աշխատավարձը 2026 թվականի դրությամբ Գերմանիայում կազմում է 13 եվրո 90 ցենտ, իսկ Ֆրանսիայում 12 եվրո 2 սենտ բրուտո ժամում, այսինքն նախքան հարկմանը, այսպես կոչված կեղտոտ աշխատավարձը։ Այսինքն Գերմանիայում լրիվ դրույքով աշխատելու դեպքում մոտ 2200 եվրո բրուտո եւ մոտ 1550-ից 1650 նետո, իսկ Ֆրանսիայում մոտ 1820 եվրո բրուտո եւ մոտ 1450 եվրո նետո։ Իդեպ Ֆրանսիայում պաշտոնապես աշխատում են 35 ժամ շաբաթական, իսկ Գերմանիայում 39-ից 40 ժամ։ Ես չեմ ուզում խոսել միջին աշխատավարձից երկրների համատեքստում, քանի որ միջին թիվը հաճախ խաբուսիկ է, որովհետև շատ բարձր երկամուտ ունեցողները բարձրացնում են ընդհանուր վիճակագրությունը։ Այսինքն, երբ 100 հոգի ստանում է 3000 եվրո աշխատավարձ, իսկ 20 հոգին օրինակ 10000 եվրո, ապա այդ բոլորի միջինը բավականին բարձր է ստացվում։ Ավելի իրական ցուցանիշը մեդիան աշխատավարձն է։ Այս դեպքում ամսական Գերմանիայում միջինը ստանում են 3000-ից 5000, իսկ Ֆրանսիայում 2000-ից 3500 կեղտոտ աշխատավարձ։ Այսինքն գերմանացիները միջինը 30-ից 35% ավել կեղտոտ աշխատավարձ են ստանում, քան իրենց հարևան ֆրանսիացիները։ Բայց միշտ ապեք միանգամից տխրել ֆրանսիացիների համար, քանի որ անցնում ենք հաջորդ բաժին եւ այսպես հարկերը։ Կտեսնենք, թե ինչ է վերջում տակը մնում։ Որպեսզի մենք կարողանանք օբյեկտիվ արդյունք ստանալ, եկեք հաշվարկենք հարկերը միևնույն աշխատավարձերի դեպքում։ Եվ այսպես, եթե մարդը ստանում է 3000 եվրո բրուտո աշխատավարձ Գերմանիայում, ապա մաքուր աշխատավարձը, որը նստում է քարտին, կլինի մոտ 2000-2080 եվրո։ Եթե անձը ամուսնացած չէ եւ չունի երեխաներ, իսկ ընտանիք կամ երեխա ունենալու դեպքում կլինի մոտ 2150-ից 2350 եվրո։ Ֆրանսիացիների դեպքում այդ 3000-ից կմնա ամույնների դեպքում 2250-ից 2400 եվրո, իսկ երեխաների առկայության դեպքում մաքուր աշխատավարձը կարող է հասնել ընդհանուր մինչև 2600 եվրոյի։ Եվ իդեպ բոլոր աղբյուրները վերցված են պաշտոնական տվյալներից, լինքերը նկարագրության մեջ։ Կարճ ասած, գերմանական հարկերը ավելի բարձր են եւ միևնույն աշխատավարձի դեպքում գերմանացիների գրպանում ավելի քիչ գումար է մնում։ Արդյունքում ստացվում է, որ գերմանացիները 35% ավել կեղտոտ աշխատավարձի դեպքում արդյունքում ստանում են պարզապես միայն 20% ավել մաքուր աշխատավարձ, քանի որ հարկերը անհամեմատ բարձր են։ Ահա մի քանի օրինակներ կեղտոտ աշխատավարձների ըստ մասնագիտության։ Այստեղ մենք տեսնում ենք Ֆրանսիա եւ Գերմանիա։ Տեսեք ինչ մեծ տարբերություն է։ Իդեպ, քանի որ Ֆրանսիայում պատմականորեն մեծ դեր ունի մշակույթը, կինոն, թատրոնը, նորաձևությունը, ապա այդ ոլորտի մասնագետները ավելի շատ են վարձատրվում Ֆրանսիայում, քան օրինակ իրենց գոլեգաները Գերմանիայում։ Այսինքն ստեղծագործ մասնագիտությունների տեր անձիկ մասնագիտական ավելի մեծ հնարավորություններ ունեն Ֆրանսիայում, քան իրենց հարևան Գերմանիայում։ Իդեպ, եթե ձեզ դուր է գալիս այս վիդեոն, ապա լայքեք այն, իսկ բաժանորդագրվողները կստանան հատուկ օրինակներ իմ կողմից, իսկ մյուս վիդեոն իդեպ լինելու է Գերմանիայում ամենահին մասնագիտության մասին։ Սպասեք։ Իսկ մենք վերադառնանք մեր Գերմանիային ու Ֆրանսիային։ Իսկ ինչպիսին է ընտանիքների աջակցությունը այդ երկրներում։ Ֆրանսիան Եվրոպայում համարվում է ընտանիքակենտրոն երկրներից մեկը։ Այստեղ կան երեխաների նպաստներ, բնակարանների օգնություն, մանկապարտեզների աջակցություն, ինչու՞ չէ նաև հարկային զեղչեր ընտանիքների համար։ Օրինակ, երկու երեխայի դեպքում ընտանիքը կարող է ստանալ մոտ 140-ից 150 եվրո ամսական նպաստ, օրինակ 3 երեխաների դեպքում մինչև 350 եվրո, բացի
այդ հնարավոր է նաև բնակարանի օգնություն մինչև 400 եվրոյի չափով։ Գերմանիայի դեպքում Գերմանիայի նպաստը երեխաների համար կազմում է 259 եվրո յուրաքանչյուր երեխայի համար։ Կան այսպես կոչված Kinderzuschlag, այն տրվում է ֆինանսական շատ սուղ պայմանների դեպքում։ Ընդհանուր առմամբ Գերմանիայում նույնպես աջակցում են ընտանիքներին, սակայն բնակարանի եւ մանկապարտեզների ծախսերը հաճախ շատ բարձր են։ Բացի այդ, Գերմանիայում կան մանկապարտեզների ճգնաժամ եւ խնդիր է առաջանում աշխատող ծնողների դեպքում։ Իդեպ, եթե այս թեման ձեզ հետաքրքրում է, ապա վիդեո նկարագրության բաժնում կգտնեք հիանալի վիդեո գերմանական մանկապարտեզների վերաբերյալ։ Խոսենք նաև բնակարանների վարձերի մասին։ Օրինակ, Գերմանիայում մեծ քաղաքներում Բերլինում, Մյունխենում, Համբուրգում, Ֆրանկֆուրտում մեկ սենյականոց բնակարանը հաճախ արժե 900-ից 1300 եվրո։ Իսկ Ֆրանսիայում, մասնավորապես Փարիզի վարձերը շատ թանկ են։ Փոքր բնակարանները հաճախ 1000-ից 1800 եվրոյի սահմաններում են լինում։ Իսկ հա Փարիզից դուրս կարող են լինել 500-ից 900 եվրո։ Շատ դեպքերում ավելի մատչելի են, քան օրինակ Գերմանիայի գյուղերում։ Համեմատաբար բարձր են լինում նաև ֆրանսիական կուրորտ քաղաքներում, ինչպիսին է օրինակ Նիցցան։ Խոսենք նաև մթերքների գների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ հետաքրքիր իրավիճակ է։ Ֆրանսիայում ռեստորանները երբեմն ավելի էժան են, քան Գերմանիայում, բայց ֆրանսիական սուպերմարկետների սնունդը հաճախ ավելի թանկ է, քան նույն Գերմանիայում։ Հաշվարկները ցույց են տվել, որ օրինակ Ֆրանսիայի սուպերմարկետների գները ընդհանուր 12-ից 14% ավելի թանկ են, քան այդ նույն մթերքների գները Գերմանիայում։ Դրա համար օրինակ Ֆրանսիայի Շտրասբուրգ ապրողները գնումներ են կատարում գերմանական խանութներից։ Բարևն է Ստրասբուրգը հայեր, շատ եմ սիրում ես Ստրասբուրգը։ Բայց հիմա չասեք, թե Ֆրանսիայում 1 ցենտով կարագը էժան էր անցած շաբաթ տեսա, Գերմանիայում թանկ էր, հասկանալի է, որ խոսքը ընդհանուր գների մասին է։ Բացի այդ, գերմանացիների գնողունակությունը շատ ավելի բարձր է, ցավոք, քան ֆրանսիացիներից։ Լավ կլիներ, որ երկուսինն էլ բարձր լիներ։ Խոսեմ նաև կրթության եւ համալսարանի վերաբերյալ։ Գերմանական պետական համալսարանները անվճար են, այդ թվում նաև արտասահմանցիների համար։ Վճարվում է հիմնականում սեմեստր բայթրակ մինչև 400 եվրո, տնաշենները թանկացրել են, իսկ ֆրանսիական համալսարանները նույնպես համեմատաբար էժան են, բայց եթե դու ԵՄ երկրից չես, ապա բակալավրի համար սահմանվում է մոտ 2900 եվրո, իսկ մագիստրատուրայի համար մոտ 3900 եվրո։ Սակայն դա պաշտոնական թվեր են եւ գոյություն ունեն ճկուն դրամաշնորհների համակարգ, հետեւաբար Ֆրանսիայում մատչելի կրթությունը նույնպես ձեզ համար կարող է մատչելի լինել։ Իսկ խոսենք մի քիչ նաև սննդի եւ առօրյա կյանքի մասին։ Ֆրանսիան հայտնի է իր փառահեղ խոհանոցով, ռեստորանային եւ սրճարանային ձևավորված հարուստ մշակույթով, ինչ անգամ բնականաբար համեմատելի չէ Գերմանիայի հետ։ Ֆրանսիացիների համար կարևոր է հանգիստը եւ սոցիալական կյանքը, իսկ ահա Գերմանիայում բողոքում են, թե բացի աշխատելուց ոչ մի բան չեն հասցնում։ Ժամը 8-ից արդեն տեղերի մեջ են։ Այստեղ ավելի մեծ շեշտ կա աշխատանքի, արդյունավետության, կայունության վրա, քան հանգստի եւ հաճույքների։ Դժբախտաբար Գերմանիան ավելի լավ է կարիերայի, տեխնիկական մասնագիտությունների, բարձր աշխատավարձերի համար, իսկ Ֆրանսիան էլ բարենպաստ է կյանքի որակով, ընտանեկան աջակցությամբ, մշակույթով, առօրյա հաճույքներով, բայց ֆրանսիացիներն իրենց հերթից դժգոհ են աշխատաշուկայի ոչ կայուն լինելուց, սոցիալական խնդիրներից եւ քաոտիկ քաղաքական վիճակից։ Բացի այդ, ֆրանսիացիները կյանքի նկատմամբ իրենց մոտեցումով ավելի մոտ են հայերին, քան այդ նույն գերմանացիները։ Առավել եւս, եթե ձեզ համար կարևոր են հայկական համայնքի կապերը, Ֆրանսիան իսկ ձեզ համար է, քանի որ կա տասնամյակներ շարունակ ձևավորված սփյուռք, դպրոցներ, եկեղեցիներ եւ ավանդույթներ, ինչը Գերմանիայում դեռ ձևավորման փուլում է։ Իսկ դուք որտեղ կնախընտրեիք ապրել, գրեք կոմենտներում։ Սիրելի Ֆրանսիայում եւ Գերմանիայում ապրող հայեր, նույնպես ակտիվ մասնակցեք։ Ամեն ինչ ճիշտ ասեցի, թե ստատիստիկան խաբում է։